Տարվա առաջին աշխատանքային օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է առողջապահության նախարարություն, քննարկել են գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։ Նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման գործընթացի մանրամասները։ Երկրի ղեկավարը հետաքրքրվել է, համակարգն արդեն ամբողջությամբ ներդրված է։ Այո, պարոն վարչապետ, առաջին հենց մեկնարկային ինչ որ նախատեսել էինք անենք, մենք քարտեզ ունեինք իրականացման աշխատանքների, դրանցից բաժանեմ 3 առաջնահերթությունները։ Առաջինը ենթաորենսդրական ակտերը ամբողջությամբ մշակված հաստատված են, այսինքն այս մասը արված է։ Հաջորդիվ մեր ծառայությունների ցանկերը, դեղերի ցանկերը, ռեգիստրը բնակչության, այսինքն մեր կարգավիճակ ունեցող անձանց ռեգիստրները ունենք արդեն հաստատված։ Հաջորդը գործատուի կողմից վճարման, հաշվառման, վճարման եւ գանձապետարան փոխանցման կտորները եւս թվային գործիքները պատրաստ են, տեստավորված են եւ մեր առաջիկա անելիքը 6 ամիսների ունենալ առանձին հարկատու երեքում անհատականացված արդեն շատ ավելի մանրամասն թվային գործիքներով դաշտ։ Նախարարը հաստատել է, որ զինապահ հիմնադրամին վճարվող դրոշմանիշային վճարներից նախատեսված հատկացումները վերաուղղորդվում են դեպի ապահովագրություն։ Մենք նաև կտոր ունեինք, որը պետքա պետական բյուջեից վճարվեր, ճիշտ է։ Դա էլ է արվել, այո, դա էլ է արվել եւ 6000 դրամները արդեն մենք կներկայացնենք ֆինանսների նախարարությանը, հաշվարկը քանի հոգու համար պիտի փոխանցվի պետական բյուջեից, իրենք պետք է այդ իրականացնեն։ Չի կարող դեպքը մուտքագրվել, սպասարկվել, եթե թվային ձևաչափով չի լրացվել եւ հայտը թվային է ուղարկվում փոխհատուցումը ստանալու։ Հիմա այս պայդրությամբ մենք ունենք վիճակագրություն, ինչքան մարդ է օգտվել ապահովագրությունից։ Առավոտյան դրությամբ 771 հոգի է օգտվել անցած օրերի ընթացքում առողջության ապահովագրության շրջանակներում։ Հիմնականը հիվանդանոցային բուժօգնություն ա եղել, պարոն վարչապետ, որտեղ պոլիկլինիկաները այս օրերին չեն աշխատել, էմերջենսի, վերակենդանացում, վիրահատություններ իրականացվել են արդեն կարգավիճակ ունեցող ապահովագրված անձանց։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է վճարովի ծառայությունների համար անկանխիկ վճարումը եւ նշել, որ ընդհանրապես առողջապահության ապահովագրության համակարգի կարևոր մաս է, որ որևէ շահառու որևէ առողջապահական ծառայություն չստանա, որից պետությունը տեղյակ չէ եւ դրա վճարումը չի տեսնում։ Հակառակ դեպքում ամբողջ համակարգը կդեֆորմացվի, մեզ պետքա, այսինքն համակարգը պետքա ճանաչի բուժառուին եւ իմանա իր բուժման հետագծելիությունը եւ այս շատ կարևոր եւ սկզբունքային պայման է։ Նախ այդտեղ հետագծելիությունն էլ է, չէ, ապահովում այնուամենայնիվ, որովհետև գործողությունը մեր կարևոր խնդիրներից մեկը թափանցիկությունը ապահովելն է։ Թափանցիկությունը ապահովելու համար կարևոր է, որ մենք տեսնենք գործողությունները, որոնք տեղի են ունենում այդ պրոֆիլի հետ եւ բժշկի կողմից, որպեսզի հետագծելիության լրացուցիչ գործոն է, որովհետև եթե մարդուն հարցեր կա, մենք ընթացքը տեսնում ենք, դա վստահելիության բարձր աստիճան է։ Եթե ոչ մի բան տեղի չի ունենում, միանգամից ծառայության համար վճարումը գեներացվում, դա այդտեղ ռիսկեր կարող են առաջանալ։ Որևէ խնդիր լուծելու ճանապարհն այդ խնդիրը տեսնելն է, ընդգծել է երկրի ղեկավարը, հավելելով, որ դրա ճանապարհը կանխիկ վճարումների բացառումն է։ Պետք է խիստ միջոցներ ձեռնարկել եւ խիստ կարգավորումներ դնել, որ ինչ որ ձևով, եթե դա տեղի է ունեցել 1, 2, 3, մենք արդեն հնարավորություն ունենանք առողջապահական հիմնարկի նկատմամբ սանկցիաներ կիրառել, ընդհանուր բան անել առողջապահության ապահովագրության համակարգի պայմանագիրը չեղարկելու հիմք դառնա դա, որպեսզի մենք կարողանանք կառավարել։ Ընդգծվել է, որ 2026 թվականին առողջապահության ոլորտի բյուջեն 2025 թվականի 164 միլիարդ դրամի համեմատ աճել է, հասնելով 220 միլիարդ դրամի։ Այնուհետև անդրադարձ է կատարվել առողջապահության ոլորտում թվայնացման աշխատանքներին։ Տեղեկացվել է, որ երեխայի ծննդյան գրանցումը կատարվում է ծննդատանը ամբողջովին թվային եղանակով։ Իմունականխարգելման գործընթացն իրականացվում է ամբողջովին թվային տարբերակով։ Իրականացվում է նաև թվայնացված դեղապահովում։ Գործում է նաև թվային անաշխատունակության թերթիկը։ Ընթացքի մեջ է լաբորատոր հետազոտությունների թվայնացումը։ Ջրծաղիկի դեմ պատվաստումները սկսել ենք 2025 թվականին, մեր առաջ դրել էինք թիրախ 50% հասնել, բայց 76.6% ենք իրականացրել եւ այս մասով ասեմ, որ նաեւ բնակչության կողմից շատ դրական է ընկալվել այս նոր պատվաստանյութի ներդրումը։ MPV-ի պատվաստումները սա
շատ բարդ ընթացող պատվաստում էր 13-ից 15 տարեկան աղջիկների շրջանում, բայց այստեղ էլ մեր իրազեկման որոշակի փոփոխություն արեցինք մարտավարության եւ կենտրոնացանք անհատական աշխատանքի վրա ԱՊ բժիշկների եւ հենց կցագրված բնակչության մենք արդեն 48.2% ունենք պատվաստված անձինք, սա երբ որ մենք մեր այլ երկրների հետ էլ համեմատում ենք, բավական լավ ցուցանիշ է։ Եվ գրիպի դեմ պատվաստումները այս տարի եւս ավելի շուտ ենք սկսել եւ ամբողջական ենք իրականացրել։ Նախորդ տարի մարզային 42 առողջապահական կազմակերպությունների կառավարումը վերապահվել է առողջապահության նախարարությանը։ 3 տարում մարզային կառույցները միաձուլվելու են մեկ մարզային բժշկական կենտրոնի։ Այժմ ընթացքի մեջ են մեկ տասնյակից ավելի բժշկական կենտրոնների կառուցման, վերանորոգման ու սարքավորումներով հագեցման աշխատանքները։ Կարևորելով հիվանդությունների վաղ հայտնաբերումը 2025 թվականին մեկնարկած ծրագրի շրջանակում կատարվել է 2870 հետազոտություն 45-ից 70 տարեկան բնակչության շրջանում։ 6 անձի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ։ Եվս 7780 մամոգրաֆիկ անվճար սկրինինգային հետազոտություն է իրականացվել 45-ից 68 տարեկան կանանց շրջանում։ 2025 թվականի պետական բյուջեից կենտրոնացված կարգով ձեռք է բերվել 95 անվանում դեղ 16 հիվանդության համար, որը հասանելի է 238.964 շահառուի։ Նիկոլայ Ավետիսյան, լուրեր։